Բադալյան Համլետ։ Համլետ ջան, կներկայացնեք նախ երբ եք դուք վարորդական իրավունքից զրկվել։ 1 տարի առաջ։ Ինչ պատճառով։ Արագաչափի տակ արագ անցնելու համար 145 արագություն թղթերը ունեմ։ Դրա համար 1 տարի զրկում անձի եկել։ Հիմա դուք ինչ պահանջ ունեք։ Դրանից հետո ես տաքսու վարորդ եմ, դրանից հետո տաքսի եմ վարում, ինձ 2 անգամ բռնում են, քրեական գործ են հարուցում, հանրային աշխատանքով 2 անգամն էլ փակվում եմ։ Ու աշխատում եմ այդ քրեական գործը վրայիցս դուրս է եկել արդեն։ Հիմա խնդրում եմ, որ մեր հարցը լուծեն վարորդական վկայականների համար զրկված վարորդականները սաղին համաներում անեն։ Համաներում անեն, բոլորն էլ համաձայն են, որ համաներում լինի։ Մենք էլ մարդ ենք էլի ասենք, հա մի հատ սխալվել ենք։ Խմել ենք, նստել ենք, ռուլ ենք։ Էլ չենք ուզում։ Երկրորդը պետք է Սխալվենք, երկրորդը որ սխալվենք։ Այն նոթբուքով կարող են այսպես դեմքիդ պահեն, կյանքդ պատմեն, չէ՞։ Այդ ստոպային կյանքը պատմեն, զերգել պրծնի թե։ Ես ես 8 տարի ինձի գային ազրգել։ Անենց եղավ, որ այդ ընդրությունները լավ, մեզ Նիկոլ նախագան եկավ, աղբեջան, արդեն ընկանք ես պարեկների ձեռը։ Էլ ոչ կարեց, այն վաղտ հանեն, ոչ է կարում եմ հմի անեմ։ Հմի սաղս ամեն մեկս միրը պատմում ենք։ Ավելի լավ չի չպատմենք։ Համաներում ենք խնդրեմ, սաղով ես։ Ով զրկված է, թո համաներում տան, դրանից հետո բռնել են, թո ցմա զրկեն։ Թող ցմա զրկեն։ Բոլորն էլ համաձայն են։ Նոթբուքը պահեն վրեն Սովորել եմ դոսաֆում 2008 թվի, 2007-ի աշունը կներեք, սովորել եմ ընդեղ, գնացել եմ վանակտեղ, ստացել եմ իմ պրավան, 2021 թվին ես զրկվել եմ, ինչի համար ուրիշի մեքենա քշելուց դոկումենտները որ ասում են նիպարյատկի ահել է, դրա համար անձի հասնել տուժ, ոչ թե ասենք զրկում, սա 5-6 տարի է ես չեմ կարող, քանի անգամ քննություն եմ տալի կդրվում է, պրոստը թեստայինից, հա, թեստայինից, հիմի պրոստը Բարդացրել են, եվաղ 10 ատեր, հիմա արդեն սարքել են 20 հատ մանավանդ բժշկական հարցեր կա։ Լուծում ենք, անցնում ենք, հիմա 20 հատ հարց, հիմա այն տարիքում է, արդեն գլուխներս ուղիղ չի մնացել, 1000 հատ հոգսես հայ ազգը, այնքան հոգսի մեջ արդեն չի կարա տիրապետի այդ քննությանը։ Մի խնդրանք, կառավարությունը, այս ընդհանուր զրկված, ով ոնց է զրկվել, խոսքի գյուղի ավտոյա եղել, համարը չի եղել վրեն մոտիկ Զաբրավկայի մարե գնացել եմ, վարչապետի ծննդյան օրը զրկեր են ընձի, 100,000 շտրաֆ են գրել, հիմա չենք կարա, մենք պրավա հանենք, ինչի համար, ենքան հարց, ենքան խնդիր առաջանում հետում են քննության վաղթը, հաստատ չենք կարա հանենք։ Ու մի բաներ եմ խնդրում կառավարությունից, ընդհանուր կառավարությունը, մատը այս ժողովուրդի մի քիչ խղճա, այս 20 օրվա ընթացքում մի հատ նստի ժողովանի, մի հատ այս ընդհանուր ով ինչը խմած եղե, խմած չեղե, համար եղե, չի եղե, ընդհանուր սաղի համար եմ ասում, սաղի որ սաղից վերաբերվի։ Ոտանստուկ է, թե ալկոգոլիկ չի ինքին։ Չէ, մի րոպե, ախպերս, մի րոպե, այդպես չի եղնում, սաղից համար եմ ասում, Մենք սաղին համաներում, այսինքն համաներում ինչ ենք անելու, խոսքի մի հատ ֆիքս գումար 30,000, 40,000, 50,000, օրինակ եմ ասում, էլի։ Պետական բյուջե մուծենք, իսկ խոսքի, այսինքն սենց զրկելու վաղթը չներ զգուշացրել, որ մի ամսվա ընթացքում կտրվածքով կարայի վերաքնիչ բողոքեի, խոսքի փաստաբաններ սովետության 300,000-ից սկսում է մինչև 400,000, էներ 50-50-ը արդեն չգիտես։ Այդ գումարը խոսքի Սաղս տանջված տղա ենք, ստիվա զիլը սախեր են, որ պրավի պաճառով, որ քարի գործ է անում ընտանիք է պահում, հիմա չեմ կարա։ Մի հատ խնդրան կառավարությունից, մի հատ այս 20 օրվա ընթացքում, մի հատ սաղից համաներում է տալը, այդ ֆիքս գումարը մենք հետում ենք, նկարվում ենք, գումարը մուծում ենք, մեր պրավեկը թազա վերականգնում ենք, թեկուզ վերականգնենք կամ հանենք, մեզի կամ թեկուզ էտանք, այդ գումարը ֆիքսենք, տանք, չեկը տանենք, ներկայացնենք, նկարվենք, այս է սիրում, մեր պրավեկը տան, մենք գոհ ենք կառավարությունից, եթե չի անելու, այս 20 օրվա ընթացքում կառավարությունը չի անելու, մենք դիմենք ուրիշ ուժերին, խոսքի, ով որ կարա այս 60,000, 120,000 արդեն զրկված է, այս զրկելով Հայաստանի հրապարակը չի բեռնաթափվի ավտոներով։ Մենք գյուղի տղա ենք, աշխատող ենք, այս տարի մի անգամ եմ եկել Երևան։ Այս 2 տարի է, 3 տարի է նոր եկել եմ հրապարակ, ենե չէ իմանում կառավարության շենքը որն էր։ Հարցնելով եկե գտել են։ Ինձ պետք է իմ պրավեն, որ գնամ իմ աշխատանքը անեմ, իմ
երեխուն պայեմ։ Սաղսես թե մարդը տաքսի շոֆերով է, մարդը զլի շոֆերով է, մարդը կամազի շոֆերով, ֆուրի շոֆերով։ Դա սաղի։ Հիմա այս մարդը 100% չի կարա արդեն 50-60 տարեկան է, քուրջան։ Մենք ուզում ենք դիմենք վարչապետին, թող այս հարցին լուծում տա։ Սաղից համար այս հարցը լուծեն մի հատ։ Մեր պարոն վարչապետին ենք դիմում, այս հարցի լուծումը մեկ 20 օրվա ընթացքում լուծի։ Հեշտ լուծում է, այսի վայրկյանական յան կարան 2 օրվա մեջ այս հարցի լուծումը տան։ Այնպես բարդ խնդիր չի։ Մա նիստ անում այս հարցին լուծումը անում մենք էլ հետ մենք մեր գումարը, ֆիքս գումարը մուծում ենք, սաղս գոյնա հետանք մեր տները պահենք։ Երկրորդ սխալի համար դե արդեն ցույց է տալում, որ առաջ անգամ զրկված է, երկրորդ սխալի համար թող ցմած զրկեն, всё։ Եթե երկրորդ դեպքն է զրկվում, օրինակ հիմա համաներում տան, եթե երկրորդ դեպքը կտրվի, իմ վրով եմ ասում, էսի չի վերաբերում։ Թող ցմած զրկեն։ Այս սաղը համայնքան է։ Մենասերին է վերաբերվում։ Կյակում ոչ մեկ խմած չի վարի մեքենան, ցավները տանը։ Մարդիկ չեն կարող իրանց ընտանիքները պահեն։ Հա, բայց մի հատ համաներում Այս տարուկես է 2 տարի է 3 տարի է մարդիկ զրկված են։ Ես էլ եմ տաքսի վարում, բայց այս տարուկես է չեմ աշխատում։ Մեկը կամազիա, մեկը ֆուրիա, մեկը տաքսույա։ Դու համաներում անեն։ Ժողովուրդը սաղը ջանց պատիժը կրել է։